Երբանից սկսվեց քո կապը ԱՄՆ-ի հետ։ Ես օրենք խախտել չեմ սիրում, վախենում եմ, ավելի ճիշտ վախկոտ մարդ եմ այդպիսի հարցերում։ Մեկ շաբաթվա մեջ ուղարկեց երևի չեմ չափածի 3 մեծ տուփ դոկումենտներ։ 20 օր հետո ունեի green card։ Որ մարդիկ տարիներ են, չէ՞, սպասում։ Ես անձնական համարս ինչ եկել եմ 10 տարի առաջ ԱՄՆ, չեմ փոխել, չեմ էլ փոխելու։ Այնտեղ զանգում է թե իմ ամուսինը, թե իմ ընկերները եւ թե իմ կլիենտները։ Ասում են, չէ, իմ լոյերին վերջի անգամ զանգեցի, ոչ զանգեց հետ, ոչ հետ պատասխանեց, ոչ ասում ա ինչ անեմ։ Իրականում դա մարդու իրավունքների մեծ խախտում է։ Պասպորտը պահում են, այս մարդը աշխատանքի չի կարողանում ուրիշ երկրում գնա։ Այո։ Ես շատ հուզվող եմ։ Ընդհանրապես քննություններ հանձնելուց ես կարողա շատ լավ պատրաստված լինեի, բայց իմ քննության արդյունքները միշտ վատ գան։ Եվ դա կոչվում է administrative hold, որը Mr. President Trump-ն էլ դեր է, որը անհայտ ժամանակով է, չգիտենք երբ կհանեն։ Սակայն հաշվի առնելով, որ ինչքան մնաց իրան։ Շատ։ Ասեց, չէ, հարցը դրա մեջ չի, ես ուղղակի ճանաչում եմ ով ես դու, քո մամային եւ ամբողջ կյանքս ես եղել եմ իր մեծ ֆանատը։ Ուղղակի մարդկային հարաբերությունները այս կյանքում ամենակարևորն է։ Պետք է չվախենալ խոսել, որովհետեւ երբ չես խոսում, հավաքվում է մեջ, հետո դառնում ես վատ, չար անձնավորություն։